Բոլորին ողջույն։ Այսօր համեմատականի կարգով ավելի քիչ եմ եղել Facebook-ի մեջ, այսինքն քիչ նյութեր եմ նայել։ Ու մտքիս ընդհանրապես չկար, սենց լայվ միացնել խոսալ։ Ուղղակի որ նայեցի այն ինչ կատարվեց ազգային ժողովում ու դրա հետ մեկտեղ եթե ես համեմատական անցկացնեմ, որ ապրիլի 24-ին մեր ազգային սքի, մեր ազգի ցեղասպանության հիշատակման օրն է, չգիտեմ համեմատականները անցկացնելը ճիշտ է թե չէ, բայց ուզում եմ հարց տամ իմ Facebook-յան ընկերներին, որտեվ իրանք իրավունք ունեն կոմենտ գրեն։ Իրավունք որն է, ասենք, իմ Nastroyki page-ին հենց է, որ իրանք իրավունք ունեն այս պայդրությամբ կոմենտ գրեն կամ հետո նայելուց։ Որն ավելի, չէ, ոչ թե որն այլ ով է ավելի մեղավոր, օգտագործողը թե օգտագործվողը։ Դա միակ հարցն է, որ ես իմ մոտ չկա միանշանակ պատասխան, միակ հարցերից մեկն է։ Այսինքն ազգային ժողովը այսօր ինչ տեղ ունեցավ։ Ազգային ժողովի ներկայիս ընդդիմություն կոչված թևը ազգային ժողով բերեց օրինագիծ, որ իբր թե պիտի քրեականացվի Հայաստանում, այսինքն նախատեսվի, նախաձեռնվի քրեական ինչ-որ վարույթ այն մարդկանց կամ այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կժխտեն հայոց ցեղասպանությունը կամ հայոց ցեղասպանության մեծն եղեռնի փաստը։ Հելան, գորգռացին, իրար տապել, քրֆել, եսիմ ինչ։ Այդ իրար ծեծող ջարդողների սաղիթ եմ դիմում հիմի, այդ որ իրար քրֆում եք, իրար բրդում եք, դուք երևի չեք հիշում վաղը չեմ իսօրը ինչ օր է, հա? Այսինքն մենք այդ առումով շատ հետարքիր մենտալիտետի մեջ մեր ընդգծված ինչ-որ մի հատ հատկություն կամ հատկանիշ ունենք։ Մենք տարին ունի 365-ից 66 օր, են 364 կամ 65 օրը զբաղված ենք մեր առօրյա հոգսերով, բայց գալիս է օրինակ ապրիլի 24-ը ու մենք ազգովի զգաստանում ենք։ Ու մենք ազգովի որոշում ենք, որ վաղը ցեղասպանության հիշատակի օրն է։ Սա առանց իրոնիա չեմ ասում, սա իրոնիայով չեմ ասում, որտեղ մեր ազգի ցեղասպանությունը նաև իմ ազգային սուքն է, իմ ազգային ամոթը։ Ինչի է համար ամոթ, որտև 1,5 միլիոն հայ գլուխները կախ գնացեք կոտորվել են։ Թուրք հերոսակախմբերի կամ յենիչեների կողմից, թուրք զինվորականների, 10-15 թուրք վարձու ինչ-որ զինվորներ առաջնորդել են 100, 200, 300 հոգանոց հայերի խմբի ու հենց նույն գենետիկան, որը կա իմ մեջ, ձեր մեջ, կրող հայը, գլուխը կա խոնար գնաց է, ասելա դե մեզ տանում են, հո չեն սպանի մեզ, էլի, տեղափոխում են, էլի, գաղթա մեր մոտ։ Հայը նույն կարգավիճակով այսօր է։ Ես այս կբացատրեմ խեմ սենց համեմատական անցկացնեմ։ Ու իմ կարծիքով, իմ պատկերացմամբ, ես չեմ ասում դա հաստատված փաստ է։ 15 թվականի հայոց ցեղասպանության ժամանակ, երբ որ
թուրքը անխնա կոտորել է հային, երեխեքին կանանց բռնաբարես սրիա քաշե, նետել է ձորերից, ես իմ ժայռերի գլխից, կախել է հարյուրավոր հայերի, այս խմբին սպանելու փաստը տեսնելով, հաջորդ հայերի խումբը, որ էլիտ շրջապատված 10, 15, 20 թուրք զինվորներով, մի հատ սվինով հրացան։ Իրանք են, որ ասել են, իրանք իրանց մեջ մտածել են, չէ էլի, այդ չարիքը մեր այս գաղթող խմբին չի հասնելու։ Մեզ կարողա չսպանեն։ Ու նույն մտածելակերպը այսօր է Հայաստանում։ Այսինքն մեր ազգային մենտալիտետի մեջ ինչ-որ բան ոնց որ սենց տորմուզների մեջ մխած լինի այդ հասկացողությունը։ Մենք չենք կարողանում դուրս գանք այդ ստուպրից։ Հայերեն ոնց է արգելակ չէ, արգելակը էդի բանն է, տորմուզն է։ Ստուպր, որ ստուպրներս քաշեն, մխեք այնել ենք։ Մենք չենք կարող հասկանանք, որ Թուրքի հոգեբանության մեջ, Թուրքի ադրբեջանցու, որը նույն թուրքն է։ Կապ չունի ինքը իրան ասում է ալբանացի, կովկասյան թաթար, չգիտեմ, էտա ռոմանոսի կեղտ։ Ինքը նույն Թուրքի հոգեբանությունն ունի։ Պարզ օրինակ 44 օրյա պատերազմի ժամանակ, երբ Կարմիր շուկայի Թաղավարտ գյուղում կանանց եւ երեխաների էին մորթում։ Ու այդ ամեն ինչը տեսել են ռուս խաղապահները, դրանց էլ կրակելով սպանել են, որ չզեկուցեն վերևներին, թե ինչ ցեղասպանություն է այդ շրջանում, հայի նկատմամբ։ Բայց այսօր մի հատ գոռուն գոչուններով, մեզ սրտաճմլիկ առոգանությամբ, չգիտեմ էլի, սենց նայում ես ասում ես, արա Երանի ինձ էլի, Երանի ինձ, որ ես սենց թասիբ նամուսով Երանին ճակերտների մեջ անդիմադիրներ ունեմ ազգային ժողովում նստած, որից մեկը, չգիտեմ, էտա Գեգամ Մանուկյան, Արծվիկ Մինասյան, չգիտեմ, ես իմ ով, սենց էլի անուններ։ Այդ միակ տղամարդ Աննա Գրիգորյանն է։ Աննա Գրիգորյան, Հայաստան դաշինքից։ Մեկ էլ Աննա Մկրտչյանն է, ճիշտ է, սենց ճպստան երեսներին, առանց վախենալու։ Ոչ պարեկային ծառայությունից, որ Ալենը շվստում է գալի մտնում են։ Այսօր այդ խառնաշփոթը նայելով, ինքս ինձ հարց եմ տալի, վերհիշելով եւս մի դրվագ։ Հələ ցեղասպանության մասին կխոսամ։ Երբ որ 2021 թե 22 թվականն էր, հայ ժողովրդի, մի ստվար հատված, հավաքվել էր ազգային ժողովի մոտ, որ մտներ ազգային ժողով, ուզում էր կոտրեր ազգային ժողովի դարպասները, որ մտներ ազգային ժողով, որպեսի Նիկոլին զրկեր իշխանությունից ու ասեր, որ դու չես կարող հանդիսանաս իմ երկրի ղեկավարը, այդքան բան։ Նույն այսօրվա ազգային ժողովում գտնվող անդիմադիրներից ես կոնկրետ հիշում եմ Սեյրան Մուշեղիչին։ Հելե կանյեր դարվազներն գրգել էիր արա, այս դեպքում դու արա ես։ Ու ասում էր ժողովուրդ հանգստացեք, հետո չալոն կաղա կարգավիճակով վազար մտար ազգային ժողով, հա, մենք իմպիչմենտ ձևակերպենք։ Հո սխալ չեմ հիշում, չէ։ Բա հիմա ուզում եմ հարցնամ ձեզ։ Մինչև այսօրվա ձեր օրինագիծ ազգային ժողով բերել է, հա։ Եղել է մի շարք սենց քայլեր, իրադարձություններ, չգիտեմ, քայլեր բացեի բաց Նիկոլ Փաշինյանի կողմից կամ Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից։ Այսինքն փաստացի լրագրողների ներկայությամբ փաստ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից դուրս է հանվել արխիվներ, նկարներ, որոնք անմիջական առնչություն ունեն հայոց ցեղասպանության հետ եւ այրվել է կամ բաց հողի վրա կամ աղբար կղներում։ Ձեր այսօրվա բույանի տանող
այդ ազգասեր էլի ազգասերն է ճակերտների մեջ падգամավորներից մանդատամերներից ոչ մեկ դրա մասին չխոսած ու ինքը իրան չճղեց ազգային ժողովում նույն ձեր party շոուների ժամանակ party շոու որ կազմակերպում եք է մի հոգի լավ ձեր ձևերն անում սա Երևանն է սա Ամիրյանն է այդ նույն party շոուների ժամանակ դուք ժողովրդին քայլացնելով ասենք գիտեք ես չեմ ուզում էլի ասենք երկար բարակ շատ խոսամ այս թեմայի շուրջ միակ տարբերությունը այն է որ Նիկոլը լինելով թերքամետ ինչ որ ինքը պետք է անի բացի բաց ասում ամենամեծ ցավը իմ համար ստե է դուք լինելով իբր թե հայամետ լինելով իբր թե Նիկոլին ընդդիմադիր հա դուք անում եք ամեն ինչ որ Նիկոլի ջրաղացին ջուր լցեք թե կասեք այդպես չի հասարակ օրինակ բերեմ հաշվեք դուք այսօր չկայք ազգային ժողովում այսինքն դուք ոչ մի պարագայում չէիք պատասխանում Նիկոլ Փաշինյանի կուսակցության ղեկավար կուսակցության ոչ մի падգամավորի բովանդակային առումով դատարկ ոչ մի չգիտեմ խոսքի կամ չգիտեմ ասված ինչ որ նախադասության դուք չկայք ազգային ժողովում իրան քննում էին խոսում էին ինչ որ բաներ օրինակ Վահագն այն անտրուսիկ ծառայեց վարազը հելնում էր ասում էր Քոչյանի վաղ դես անտրուսիկ եմ ծառայել դուք չկաք ազգային ժողովում չեք դուք պարգևավճար չեք ստանում հետո հելնեմ իբր Նիկոլ քլնգեմ ես Քոչյանի վաղ անտրուսիկ եմ ծառայել նույն Վահագն այդ Ալեքսանյանը ինչ էր այդ անտրուսիկը չէր հելնում ասում Սերժի վախտով Սերժը խոսացել է Բայդենի հետ ու ասել է ցեղասպանության մասին հիշատակում չանես քո ելույթում դուք ընդ չեք այդ պարագայում ու ձեզնից ոչ մեկ իբր թե հայրենասիրությունից դրտված չի բանանում էլի արձագանքում ու կիպից չի սարքում այդ պարագայում ինչա կատարվելու մեծարգոն դիմադիրներ հա նույն Նիկոլ ընտրողը այսօր մի հատ հայտեղա շատ խելացի բան ասել շատ խելացի ոչ թե շատ խելացի այլ տրամաբանության մոտ ասում ախպեր Նիկոլի ալտերնատիվը ով է այսօրվա այդ հետի ցերեկն ասել այսօրվա այդ թոհու բոհը նայելու ազգային ժողովի ես չեմ կարողանում այդ հարցին ինքսի մեջ պատասխանեմ Նիկոլի ալտերնատիվն ով է կասեք մի հատ շատերը կասեն Ռոբերտ Քոչարյան չէ հա երբ որ ես կպնում եմ ընդդիմադիր թևին արծվիկ եսիմինչ դա չի նշանակում ես կպնում եմ Ռոբերտ Քոչարյանին չէ բայց նույն ընդդիմադիրները Ռոբերտ Քոչարյանի քաշի շնորհիվ են մտել ազգային ժողով 400 քանի հազար հոգի հայ 400 տոլի 420,000 ձայն չեն տվել ձեզ այ ճնջուլա պաչներ ձայն են տվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 21 թվի ընտրություններին արծվիկ դու քո քաշով մեկ ոսկի դառնայր դու չէիր կարա ձայն կորզեիր հայ ժողովրդից ոչ դու ոչ Գեգամ Մանուկյանը ոչ մյուսները դուք այնքան մանրապաճեղ եք արա որ ես ասենք խոսքի այսօր հայտեղու տված հարցին ասում եմ Նիկոլի ալտերնատիվը իմիջիալոց հետևից էլ ասում եմ Նիկոլի բերանա այն բանից բայց ասում եմ կոնկրետ ինձ այսօր ցույց տուր Նիկոլի ալտերնատիվն ով է այսինքն դուք ազգային ժողովում պասերով խաղաք հա Նիկոլի իշխանահամակարգի հետ պասերով պարզ էդի մենակ տուպոյը չի կարա այդքան հասկանա պասերով խաղում եք առաջնահերթ դուք օգտագործվելով Նիկոլի կողմից դուք
զրկում եք հեղինակությունից ձեր քաղաքական առաջնորդին։ Ոնց կուզեք հասկացեք։ Մարդիկ, ովքեր հույսները իրանց կապել էին Քոչարյան Ռոբերտի հետ ու գնացել էին ձայնեն տվել Հայաստան դաշինքին։ Այսօր հիաստ նայելով ձեր այդ, չգիտեմ էլի, այդ շարժու ձևին զզվանք են ապրում։ Այն որ իբր թե դուք բեսանտ ուզում եք փրկեք մեր երկիրը։ Բայց ձեզնից ոչ մեկ չէր գալի ազգային ժողով, չէր բարձրաձայնում ասում։ Խոսքի օրինակ, պարոն վարչապետ, պարոն Փաշինյան, կաշխատեմ այսօր առանց քֆուր խոսամ։ Մի հատ կարակ մեզ բացադրեք։ Պավլիկ Մանուկյանին խես դադում։ Ձեզից ոչ մեկի բենից տես բան ես չեմ լսել։ Ոչ մեկի բենից։ Խոսքի հարց տայք ՔՊ-ին, կուտակային ֆոնդի հիմար Սերժի Վախտով, Նիկոլ Փաշինյան, դու քո հետանցքը սարքել էիր մոթալի մեշոկ։ Պրախտնոյ դվոր, էլի, Պանամայի ջրանցքն։ Եվրոպան Ասիայից բաժանվում է կու մամանիչի իջվածքով, եսիմ չգիտեմ, եսիմ ինչ որդեյով։ Այդ օրինագիծը խի սարքիր պարտադիր, կուտակայինը։ Խի չեք խոսում։ Գալիս է պահը, որ մեր ազգի համար ախր ամենացավն է, որ սքո օրերի հիշատակելու այդ օրերին դուք ակտիվանում եք։ Իմ հիշելով, ինչքան ես գիտեմ էլի, այդ տերմինաբանությունն, կանանց մոտ կա այդ, չգիտեմ էլի, ձվաբջիջի հասունացման շրջան, սեռական ակտիվության շրջան, դուք դարել եք կանանցի ձվաբջիջ, դուք ակտիվանում եք ի ցավս ինձ, մենակ այդ մեր ազգային խոսքի սքո օրվան ընթառաջ։ Խի, ինչ եք ուզում ապացուցեցնեք և ում, որ դուք Նիկոլ Պլյուսածին եք։ Գառնիկ Դանելյան, նայում եմ մի դրվագել եմ նայում Ալեն Սիմոնյանի հետ, սենց հերվից հեռու լեզվակռիվ ես տալի, Գառնիկ Դանելյան, լեզվակռիվ էլի նայի ասում ես, Ալեն ասում ես դյանեմ էլի, դու աննամուսն ես, ես էլ եմ ասում ինքը աննամուս է, որտև ինքը թքել է Հայաստանի քաղաքացու վրա, այդքանից հետո ինքը մնացել է ազգային ժողովի պաշտոնակատար, պաշտոնին, ես նամուսովն եմ, հիմի հարց քեզ, Գառնիկ Դանելյան, դու Բագրատ Սրբազանի կողը կայնած էր, չէ որ Կիրանցից, էտա չգիտեմ գարգրգելով, ժողովրդին համախմբելով, միասնական կոչեր անելով, եկաք հասակ Երևան, ճիշտ է։ Հիմի հարց եմ տալի քեզ, երբ որ Բագրատ Սրբազանն ասեց, ես տալիս եմ կես ժամ կապիտուլյանտին եւ Չարի իշխանությանը, որպեսզի նա հեռանա։ Դու չկարացար ասեիր, հարգելի Բագրատ Սրբազան, էսի բոզի տղա է, սրան ինչ կես ժամ, ինչ 40 րոպե, այս ժողովուրդը չի հավաքվեստե ֆուտբոլային տայմ նայելու, ժողովուրդը չի եկեստեսի ոչ թաթայի համերգնա, ոչ էլ թաթուլի, ստե ոչ մեկ չի գոռում, սարոշկե թանի քցի վրես։ Ժողովուրդը եկել աստե հավաքվել է, որպեսի վռնդի էս անմեղսունակ կապիտուլյանտին։ Այսօր դու այդքան հաշվի չառնելով, մոռանալով ռեսկի, ազգային ժողովում նենց բեսամտ բան ես էլ էտա, թասիբ նամուսի կռիվակ են ես, խա Գառնիկ Դանելյան, իմալա կեղի մեռի մարևուտ, կսես մի հատ, ոնց է կեղի, հա, ցեղասպանության օրվա ընթառաջ, երբ որ պետքա խոսքի օրինակ հայ հեղափոխական դաշնակցության ակտիվը են ջահելությունը, ջահերով երթ, ես իմ ինչ կազմակերպի, հա, որը ես էլ եմ ասում, հա, իմ սրտով է, բայց ջահերով երթը մեր իրականությունը չի փոխում, ոնց կուզեք հասկացեք, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ջահերով երթը կապված մեր հայոց ցեղասպանության հիշատակի օրվա հետ կփոխի մեր իրականության մեջ ինչ որ մի բան մենակ մի պարագայում ջահերով երթը պիտի առաջնորդի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Իմ կարծիքով դա պիտի փոխի։ Որ մեր կաթողիկոսը առաջնորդի ջահերով երթը։ Թեկուզ Արամ Կիլիկիո
թեմի առաջնորդ Արամ կաթողիկոսի հետ։ Արամ Սրբազանի կաթողիկոսի հետ։ Արամ երկրորդը, Արամ առաջինը։ Չեմ էլ իմանամ, թող ներող լինի ինձ։ Ցանկության դեպքում կարան անեն, կարան։ Ցանկության դեպքում մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու ողջ հոգևոր դասը կմիանա մեր ջահերով երթին, որ աշխարհը տեսնելուց երկմտանքի մեջ չմտնի, երկմտանքի առաջ չկանգնի, ասի, լավ, սրանց ասելով հայերի, կոպիտ է հնչում, բայց այտենց արտահայտվեցի մի։ Այս մարդկանց, այս ազգի վարչապետը ասում է ցեղասպանությունը մեր համար առաջնային թեմա չի։ Այս ժողովուրդն ու այս ազգը լուր համակերպվում է դրա հետ։ Այդքանով հանդերձ այս ազգի, այս ժողովրդի, որը տվյալ դեպքում հայ ազգն է, ազգային ժողովում գտնվող ընդդիմադիր թևը ձեն ծպտուն չի հանում դրա վերաբերյալ։ Բայց իրանց ազգային սգո օրվան ընդառաջ հազարներով մարդիկ են դուս եկել փողոց ջահերով երթ։ Այսինքն այդ ամեն ինչը տեսնելով միջազգային հանրությունը դա պիտի չընկալի որպես PR քայլ, դա պիտի ընկալի որպես մեր ազգի պահանջատիրություն, որ մենք չենք պատրաստվում ոչ մի ղեկավարի, չգիտեմ, օրինագծի, բլթոցի, տուֆտոցի այդ խոսքերի հիման վրա հրաժարվել մեր ազգային արժանապատվությունից կամ մեր ազգային ցեղասպանության գաղափարից։ Մենք պահանջատեր ենք լինելու այնքան ժամանակ, մինչև մեզ ցեղասպանող կողմը չընդունի իր մեղքը։ Որ այո, իմ նախնիները ելել են 3 հատ բոզի բալեք, 1000 ներողություն, խոստացել էի քֆու չանեի։ Բայց բոզը դա գրական բառ է, բարոյական օրենքներից զուրկ։ Թալյատ, Էնվեր, մեկ էլ Ջեմալ, որոնք կազմակերպել են հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում ըստ թուրքական տվյալների 1,5 միլիոն հայ է կոտորվել։ Ու հայոց ցեղասպանությունը համարվում է աշխարհում ամենասարսափելի եղեռն ու կոտորածներից մեկը, ոնց որ եվրեների հիմար խոլոքոստը։ Բայց միջազգային հանրությունը, երբ որ հիմա նայի մեր ջահերով երթին, էլի եմ ասում, հա, մեր հայերը թող մասնակցեն, ջահը վերցնելով, բարձրանալով ծիծեռնակաբերդ, հարց չկա, ամեն մեկն ունի իր մոտեցումը, իր, չգիտեմ, մտածելակերպը, իր ազգային կամ ոչ այդքան ազգային ուղակի պարտավորվածությունը, բայց դրանով իրականություն չեք փոխում, որովհետև ապրիլի 24-ին ծիծեռնակաբերդ կամ 23-ի երեկոյան բարձրանալով, ապրիլի 25-26-ին նույն ձեր Նիկոլ Փաշինյանը, որին դուք հանդուրժում եք, քանի որ դուք ստանում եք պարգևավճար, քանի որ դուք ունեք բիզնես պրոյեկտներ բոզի տղու հետ, հելնելու է իլուր աշխարհի հայտարի, ասի Թուրքիայի հետ մեր հարաբերությունների լավացման գործում ցեղասպանությունը առաջի պլանում չի։ Նույն Անդրանիկ Քոչարյանը, որը նախկինների նախկինն է, հելնելու է էլի կրկնի, շարունակի միտքը, մի անգամ ասել է։ Պետք է ասի, հələ մենք մի ճշտենք, 1,5 միլիոն հայից, որ մեկը որդեյա մահաց է։ Ու աշխարհը միջազգային հանրությունը, այդ թվում նաև են երկրները, ովքեր պաշտոնապես ընդունել են հայոց ցեղասպանությունը որպես իրողություն պատմական, խնդալու են մեր վրա որպես ազգի վրա։ Այդքան այդ ամեն ինչից հետո գալու է հասնի մի պահ, որ լինեն խորհրդարանական ընտրություններ ու ձեր նման կապիկ բոզի տղեկը ժողովրդին ասեք, պետք է ասեն մեզ ձեն տվեք, հա։ Մեկը դու Արծվիկ Մինասյան, մեկը դու Գեղամ Մանուկյան։ Էս ինչ կապիկություն եք անում արա ազգային ժողովում։ Այսօր խնչեին ձեր վրա, ներողություն արտահայտությանս համար, իմ հեչ վեճը չեր ելնի։ Ես կոնկրետ ասեմ, ես Հայաստանում չեմ եղել, ոչ մի կուսակցության ձայն չեմ տվել։ Բայց 400 քանի հազար հոգի ձայն տալով Ռոբերտ Քոչարյանին ու ձեզ մցնելով ազգային ժողով, ձեզ Քոչարյանի
քաշով։ Ձեզ ձայն չի տվել մցրե ազգային ժողով, որ դուք այսօր ծեծ ուտեք։ Ձեզ չի մցրե ազգային ժողով քվետալով ձեզ, որ դուք, չգիտեմ, հերթական անգամ խայտռակվեք։ Եսի մի հատ ցալքի աղվամաս Արտուր Եսիմինչյան ձեզ քֆուրանի։ Ու դուք լուր բերաններդ կապած մալի պես մեզ հրամանն է ձևեր, հելեք մի հատ բույանի տարեք, ցույց տվեք, что мы я тоже тут, я осетринай։ Հա? Ախր դուք осетрина չեք։ Դուք Շուշա կոնֆետ եք։ Էտա ճճլիկ Շուշա կոնֆետ։ Ոչ թուղթն մեկ-մեկ բացում ես, տենեմ ես կոնֆետ էլ չկա մեջն, էլի։ Մի հատ երկրորդ թուղթ է փաթած մեջն։ Սես լորդ ես էտա զիբիլաման աղբարկախ։ Կսես թաղեմ ծախողիդ։ Սև գակ ու գլխին։ Անձի խափեց գործակատարան։ Հիմի դրա համար եմ հարցնում, խափողն ավելի մեղավոր, թե խափվողը։ Հե? Ուզում հասկանամ, դուք այդ թատրոնով ում եք դրե էշի տեղ։ Դուք ձեզ խափողի տեղ եք դրե, թե խափվողի։ Դուք բիթին եք, թե քուչի լեզով ասած թախտաբիթին եք։ Հե? Այսինքն ինչ եք ուզում ցույց տաք, որ դուք անտեսելով, որ կրկնում եմ եւս մի անգամ, ցեղասպանության հուշահամալիրից արխիվային նյութերը հանուն վառում են։ Դուք անտեսելով, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով կամ ներքին պայմանավորվածությամբ, չգիտեմ, ինչ որ մի տարածք, որը իր մեջ պարունակում է պատմական ժառանգություն, վաճառվել է իբր թե ինչ որ ֆրանսիական ընկերության, բայց փաստացի թուրքական։ Ձեր դուք իմանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով, Թուրքիայի պահանջով Ծիծեռնակաբերդից դուրս է բերվում հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթային շատ մեծ ժառանգություն իրանց մեջ պարունակող, չգիտեմ, կապոցներով փաստաթղթեր ու դրանք անհետ վերածվում են կամ ուղարկվում են Թուրքիա, դուք դրա մասին չեք խոսում։ Բայց դուք վաղը չեմ իսորա կամ վաղը երեկոյան ջահերով 18-20 տարեկան երիտ թևի հետ, երիտասարդերով երիտասարդական, ովքեր հոգով սրտով իրանցից շատերը ուզում են, որ Հայաստանն ու հայը լինեն։ Իրանք հավատում են, որ ցեղասպանության ճանաչումով հայը հերթական անգամ չի ցեղասպանվի թուրքի կամ մեկ այլ ազգի կողմից։ Դուք այդ նույն սերնդին խափելով, դուք առաջի գծում եք քայլելու։ Այդ է խափողի ձեր այդ խափող գծողի հոգեբանությունը։ Օրինակներ շատ կարամ բերեմ։ Ես նույնիսկ վստահ եմ, լինելով Սուրմալու գավառից Մազապուր ծեղացի թոր մորական կողմից։ Ես նույնիսկ վստահ եմ, որ նույն արևմտյան Հայաստանում ցեղասպանվող հայկական նահանգների եւ գավառների քաղաքների էլիտայի մեջ եղել են հայ գործարարներ, ովքեր խոսել են հայրենասիրությունից, ովքեր խոսել են, ոնց որ այսօր են խոսում, հայրենասիրությունից են խոսում, բայց Հայաստանի պետական համալսարանները ասում են բերեք դարձնենք հյուրանոց, հայրենասիրությունից խոսող գործարարները։ Նույն ժամանակ են եղել գործարարներ հոգով ծախու։ Քեշ փողի համար իրանց ամեն ինչը ուրացող, որ նույն հայի այն հատվածին, այն թվերին, որ ուզեցել է ըմբոստանա եւ չի ուզեցել գլխիկոր ցեղասպանվի, իրանք այդ հայերին հավաքել են եւ որպես գործարար ունենալով որոշակի ավտորիտետ, բայց փողը երբևիցե դի ավտորիտետ չշնորհի մարդուն։ Ավտորիտետը դա հարգանք ու պատիվն է, որը մարդը ձեռքաբերում իր ողջ կյանքի ընթացքում, իր ապրելակերպով, իր, չգիտեմ, լավություն, բարություն անելով, ոչ թե փողով։ Այսօր դարը փոխվել է, նորմալ է։ Հավաքել են նույն այդ հայերի մի որոշ հատվածի ու ասել են դուք ինձ հարգում եք։ Նրանք ասել են դե մենք քեզ ճանաչում ենք, դու փողատեր ես, չգիտեմ, էլի դա մեծ թուրքերի բեյերի հետ, չգիտեմ,
տնգլամկերի հետ բիզնես ունես, դու մեզ վատ խորհուրդ չես տա, նամանավանդ որ քո ազգանունը Յանով է վերջանում։ Ասել է ուրեմն ձի լսեք։ Ես ճշտեր եմ, վստահ եմ ընդել են էլ այտենց մարդիկ, ոնց որ այսօր կան Հայաստանում։ Հեսա կասեմ, այդ կանցնեմ հայաստանյան իրականությանը։ Ես ճշտեր եմ, խա, ձեզ չեն կոտորելու։ Ես ընդ նախապես զանգով ասել եմ, հետա զանգել եմ Թալյաթին, ասել եմ իմ գավառի հայ բնակչությանն պետք է չկոտորես դու։ Իրանց տանում ապով խասցնում եք տեղ։ Նավովա, ուխտերովա, չգիտեմ էլի, ոտովա։ Սրանք ասեն դե լավ էլի, մեր հարուստ գործարարն է, ինքը կապեր ունի, այս միամիտ մեր հայերը։ Հավատանք, ու տենց գնացել են ու կոտորվել են Տերձորի անապատում։ Հետ են գալի հայաստանյան իրականություն։ Եվ այդ ծախվածի հոգեբանությամբ տառապում են շատերը։ Ոնց են տառապում։ Քոչարյան Ռոբերտի հետ մի սեղանի շուրջ նստողներ, Սերժ Սարգսյանի հետ ոտնկայս բաժակ չխկսնող կենաց ասողները այսօրվա հայաստանյան իրականության մեջ կայնում են ազգային ժողովի ամբիոնի մոտ, ասում են Սերժ Սարգսյանը, որ եկավ Հայաստան, մի բոթասը մի բոթասից տարբեր էր։ Առանց հասկանալու, որ իրանք այդ իրանց ասածով առաջերտին իրանք են նվաստացնում, այլ ոչ թե Սերժ Սարգսյանին։ Քանի որ եթե քո ասած մարդը այդ կալիբրի մարդ է, բա դու խեյր կայնի հետը բաժակ խփեմ։ Հե՞։ Կասես մի հատ։ Որ երեք չեմիսոնել ասում ես 10 հատ Ղարաբաղցի ամեր է, Ալենը ճիշտ էր ասում։ Այն անգամասի մի հատ էլ կրկնեմ էլի, Ալենի կնկան այն բանից։ Խալխի կենանիքի վրա աշկ չունեմ ես, բայց դե կնկա կնիկ դոմփելեն էդի վայթե խերա։ Ալենն ինչ տղամարդ, որ ունենա կնիկ։ Կնիկ, վիբրատոր Ալենն։ Ալենն ճիշտ է կսել։ 10 հոգի Ղարաբաղցի ամեր է։ Հաստատ։ Բայց Սերժ Սարգսյանին անուն տնելով, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանին անուն տնելով, բա դու այդ մարդկանց հետ չէի սեղան նստում։ Այստեղ աշխատում է ուտող ուրացողի հոգեբանությունը, չէ՞։ Այո։ Բայց դու մի նեղվի, հայ գործարար, քո կալիբրի, մտածելակերպի մարդիկ, այն որ մոտենում եք ազգային ժողովի ամբիոնից, խոսում եք հայրենասիրությունից, պետության եւ տնտեսության զարգացումից, բայց առանց հասկանալու, եթե դու չունես կրթված սերունդ, եթե դու չունես կրթական մակարդակ քո երկրում, դու չես կարողանա ունենալ առաջընթաց, այլ քո երկիրն ու քո մատաղ սերունդը կենթարկվի դեգրադացիայի։ Հարևան երկիրը ձեզ օրինակ։ Քերոջ նախորնա դոմփը, ոտի վիրուսլա չգիտեմ ինչ։ Ախպերը քվորը, էտա, բազմանում է, ինցեստի զոհեր են։ Դրա համար, երբ որ այդ մարդկանց ասում է, փորձում ես ռուսերենով խոսած համացանցում եւ ասես, լսեք, պորճի ճտեր։ Դուք հիմք ընդունելով, որ ԽՍՀՄ-ի ժամանակ Արցախը ուղղակի եղել է ձեր կազմում, պրիտոմ Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության կազմում, բայց ոչ երբեք անկախ Ադրբեջանի։ Դուք այսօր աշխարհին ներկայացնում եք, որ դուք իբր հետ բերեցիք ձեր տարածքային ամբողջականությունը։ Այդքանով հանդերձ դուք փորձում եք հային ու հայ ազգին ներշնչել, որ հայ ազգը պետք է հրաժարվի Արցախից, որը հանդիսանում է հազարամյակներով հայի բնորան, հայ պատմամշակութային ժառանգության բնորան։ Այն կոթողները, որոնք մինչև այսօր հələ չեն պղծվել կամ հիմնահատակ չեն քանդվել, դրա վառ ապացույցն են։ Ես խի պետք է հրաժարվեմ իմ պատմական ժառանգությունից։ Այ ինցեստի զոհեր։ Ու քո վարչապետը սրա նրա տակ պարկող գործարար։ Այդ ինցեստի զոհերի հետ ասма մենք գնում ենք խաղաղության։ Առանց հասկանալու, որ ինցեստի զոհի մակարդակի այս գանգատուփի գործ բջիջների պարունակության մեջ չկա ոչ բարյացակամություն հայ ազգի նկատմամբ,
Ոչ կարեկցանք, ոչ գութ, ոչ չգիտեմ մարդկային մոտեցում։ Իրանց մոտ աշխատում է 3 գործողություն ուղեղի մեջ ներդրված է։ 3-ն էլ քտառով։ 3-ն էլ քտառով։ Հիմի չասեմ է դրանք։ Հասկացողը կհասկանա։ Այդ ցեղախումբը առաջնորդվում է այդ սկզբունքներով կյանքում։ Այդ ցեղախումբը չի առաջնորդվում հայերի պես, որ ասում է իմ երեխուն տեր կայնեմ, լավ սովորի, համալսարան ավարտի, լավ գործ լինի, վաղը ինքը կարողանա նորմալ ընտանիք կազմի, նամուս թասիբով տան աղջիկ բերեմ, սարքեմ իմ տան հարս, իմ տղուն կին, իմ թորներին մայր։ Նրանց մոտ կապ չունի։ Այսօր կա իրա քուրն գդոմփա, վաղն դաշտով վազող դմակն է ասենց խաղցնող ոչխար, վազա ու դա պրիստրայվեցա։ Իհ, գնաց։ Ինքն գնաց հանգիստ պարկաստուն, իրա մրոտ ոտներով։ Այդ դրանց հետ մեզ սկսես եթան խաղաղության։ Ո՞նց է կեղի։ Աստեմ քեզ Փաշյան Նիկոլ։ Գուզեմ ասեմ դա ծախված տեսակն եղել է ու միշտ կլինի մեր ազգի մեջ։ Փաշյան Նիկոլ, ո՞նց ես։ Արիլը քնձղ։ Լավ, քնձ այսօր քեզ չվիրավորեմ։ Այսօր դու իմ համար անձեռնամխելի ես։ Հաշվի ես այսօր դա չգիտեմ։ Ինչ եմ արել։ Սիլոտկա եմ կերել, վրից կոթ եմ խմե, բարիացել եմ։ Այսինքն օրգանիզմս թուլացել է, ես բարիացել եմ։ Պարոն Փաշյան, լսիլ է։ Քնձղ կապիտուլյանտ։ Հաշվի ես քո իրոք, ես հոգով սրդով քեզ կհավատամ։ Ես հաշվի, մի մոմենտ հաշվի, ֆանտազիայից զոր տուր։ Դե կխասկնամ, բացի պպզան շռելուց քո ֆանտազիան չաշխատի ուրիշ բանի վրա, մեկ էլ կրթվել է նորաձև է։ Կենգան հանամատռաս ասում գնա գործար կծրը փող աշխատի։ Ուրիշ հարց եմ ուզում քեզ տամ։ Այն որ գնացել է Էրդողանի գիրքն գրգել էր, ասում էր մերի մեզ գրքուս տորակետ միջակետին։ Ես մգա կարտասվիմ։ Չգիտեմ, կադրից դուրս ընդ կարող է նույնիսկ սպասարկել ես բաբամ Էրդողանին, նորմալ է։ Չնայած Էրդողանը երևի այդքան անճաշակ չի, էլի։ Բայց ինչ իմանաս։ Այն որ հելում ես ազգային ժողովի ամբիոնից կամ եսի միջ քոր ասուլիսների ժամանակ ասում ես պետք է ոնց ես ասում Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման հարցում ցիտում եմ Կոնոմանին ցեղասպանությունը մենք դի չմղենք առաջի պլան, քանի որ մենք վերջի վերջու հարևաններ ենք, լավ, հարց չկա։ Հաշվի ես քո աջակիցն եմ, ասում եմ հարց չկա։ Թուրքիայի հետ այնով էր, գրեց։ Հարաբերություններում մենք պետք է հարևանություն անենք։ Բայց այդքանով հանդերձ դու ազգանոց չես փոխել, չէ՞, պարոն Փաշյան։ Հələ Յան ես գրվեմ։ Յան, չէ՞։ Փաշյան Նիկոլ Վովայի կամ Վլադիմիրի։ Նայած ռուսական ցարան քեզ իմալ գուզի կանվանի։ Մեկ ասում էր Վովայևիչ, մեկ ասում էր Վլադիմիրովիչ։ Թեխի չեմ հասկանում։ Ոშը, մեր պարոն Փաշյանի, դա կենսաբանական տվյալները լրիվ խառնել է։ Վայ թե դա паспорт սեղանն է խառնել իրար սա։ Հնցանք առաջ, դու մնում ես հայ, չէ՞ այդքանով հանդերձ, պարոն Փաշյան, ապրես։ Դու որպես հայ, որ խոսում ես արժանապատվությունից, նամուսից, թասիբից, իբր թե հայ իրական Հայաստանի կերտողն ես, դու հեսպեսամ վարչապետ ես, սուպեր վարչապետ ես դու, բայց այն խաղ կարա մի հատ այն պուլտերով որ խաղում, պուլտեր եմ ասում, ժոստիկներով, սուպեր մարիոն ես, բայց ժոստիկը ես գիտեմ ունձեռնա, հələ չասեմ։ Վաղը չեմ իսորը դեկտեմբերի, ասում դեկտեմբերի, ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրն է։ Դու որպես Յան ազգանունը կրող դնում եմ մի կողմ, ախպեր լրիվ անկեղծ եմ ասում, դնում եմ մի կողմ։ Ես մոռանում եմ, որ դու Թուրքի շահի սպասարկողն ես։ Ես մոռանում եմ, որ դու ամեն ինչ անում ես, որպեսզի հային նվաստացնես։ Դու որպես Հայաստանի ներկայացուցիչ, հայ ազգի ներկայացուցիչ այս պահին ցավոք եմ ասում։ Միանալու ես ջահելով երթին։ Հա? Վերցրա քո կուսակցությանը, կուսակից անդամներին, ես վստահ եմ քո կուսակցության մեջ նույնիսկ կան հայեր, ում համար ցեղասպանությունը դա մեր ազգային առաջնահերթ օրակարգերից մեկն է, եթե ոչ առաջնայինը։
Բայց, են որ ասմա ջուզեմ նեղասնեմ էտա պարո Փաշյանին, ես էտա չալմեն քաշել եմ իմ դեմքին, կացել եմ թակուն դանակ մգրած սրերեմ, գուզեմ կդրեմ, դառնամ թլպատված էտա այսկեր։ Կարը մեզ այդ մարդկանց համախմբես, առանց իրոնիա եմ ասում։ Ախպեր, միացեք, պարո Փաշյան, Պաբլիտո, միացի մեր ջահակիր հայ ժողովրդին բարձացի ծիծեռնակաբերդ։ Ես երթվելու խասյատ չունեմ, խոսք եմ տալի ամենայն ազնվությամբ։ Եթե դու այդ քայլն արիր, հելար հայտարիր, ասուլիս, փոդքասթ, չգիտեմ, մամլո ասուլիս, հելի ասա, հարգելի հայ ժողովուրդ։ Քո բառերով ասա, անձի միլիսեմի։ Միտքը լսի, բայց քո բառերով ասա։ Սա մեր ազգային սքո այն միակ օրն է, որ մեր ազգը պիտի լինի համախմբված։ Այս պահի դրությամբ մենք պիտի չունենանք ոչ նիկոլական, ոչ սերժական, ոչ քոչարյանական, ոչ դոգական, ոչ ազգային ժողովրդական բևեռական, ոչ եսիմ վանեցյանական, ով Խաչատուրով էր ձերբակալում, քո հետ էտա ճշտելով էլի, սապիս ընկա, բայց այսօր ասում Փաշյանը քխա։ Ես այդքանից հետո թե քեզ մի հատ թթու խոսք ասեմ, ամոթը լինձի, քանի հոգյանայեմ, չի մոտ ցույց չի տալեմ։ Այսքան մարդն էլ վառ ապացույց իմ խոսքերին։ Դու հելի որպես հայ ազգի ներկայացուցիչ, եթե դու իրոք հայի գենետիկան քո մեջ կրող մարդ ես, եթե դու իրոք հայի ժառանգությանն ու հայի պահանջատիրությանը կողմնակից ես, հա, այլ չես փորձում ուրանալ հայոց ցեղասպանության փաստը ու թռնել Թուրքիայի գիրկը, որպես մալենկի ասքյար, էտա, մինի ասքյար, էլի, հելի, ասա ես ուզում եմ որպես Հայաստանի վարչապետ միանամ մեր ազգին, մեր ժողովրդին ու բոլորին կոչ եմ անում, ես վստահ եմ այդ քո ստատուսի տակ բոլորը անխնա սրդիկ ու լայք կդնեն, ոչ մեկ ոչ ջղայն սմալիկ կդնի, ես վստահ եմ դրա մեջ 1000%-ով, բոլորս դառնում ենք մի բռունցք և բարձրանում ենք ծիծեռնակաբերդ, գոնե տարվա մեջ մի օր դու արա համախմբող հայտարարություն, հայ ազգին ոչ թե մասնատող, այլ համախմբող, համակենտրոնացնող հայտարարություն, կանես այդքան Նիկոլ Փաշինյան, ես կսպասեմ, ես հմի նախապես չեմ ասի, ով չանի նրա էտա բպրեշ կնկան, արա այդքանն, ես էլ խոսք եմ տալի հանրայնորեն, ես եթերը ով կկիսվի, չի կիսվի, այդ մարդիկ են որոշում, ես երբեք չեմ մտի ասել, բարև ձեզ Զորձան, բարև ձեզ, ես ունեմ 46 հատ լավ նորություն, կիսվեք, տարածեք, քարտից վրա փող գցեք, հատես բան ես չեմ ասել, չեմ էլ ասի, հետա մի հատ կա, Երգար Մազերով, Ալի Ֆրանգի, LGBT գորն, կանես այդքան բանը, կանես, չես անի, իմ կարծիքով չես անի, առաջնահերթ գիտես խի չես անի, Պաբլիտո Փաշյան, ուզում եմ ասեի պարոն, քեզնից ինչ պարոն, որտեվ դու առաջնահերթ, եթե նույնիսկ դու հոգով սրտով ուզենաս դա անես, դու կվախենաս քայլես ժողովրդի հետ, ժողովրդի կողքին, այն ժողովրդի, ով ում խաբեցիր 2018 թվին, այն ժողովրդի, ում էշի տեղ ես դնում արդեն բավականին տևական ժամանակ, այն ժողովրդի, ում մասին հիշում ես ընտրությունից ընտրություն, այն ժողովրդի, ով հավատաց քեզ, որ մեզ թալանեք եղեք է գրպե չրպել են, բայց մի հատ թալանչի չդատվավ, այն ժողովրդին ես դու, այն ժողովրդից ես դու վախում ու սարսափում, որը լսում էր քո երեխաների մոր ելույթը Սյունիքում, ով ասում էր մեր ազգը ունեցել է 11,000 դավաճան, այդքան դու իջել ես, այն որ 18 թվին քեզ դրել էի Ռագոտկի քարի տեղ, պարո Փաշյան, պարո, մգա ջոգել ես, որ դորել ես Ռագոտկի քար, ոտեր ես ուտես, խա, լավ չեմ ուզում վիրավորեմ, լավ, այսօր դու ունես էտա, չգիտեմ, էտա բրոն ես քաշեքու վրան, իմ էտա կոպիտ խոսեր գա կպնի քեզ, ադբիտքանիկ էտա կպնի յասիկին, չէ, թաղեմ քեզ, ասպահա, կանես այդքանը, լրիվ անկեղծ եմ ասում, հելի առաջնորդի, հելի միացի ժողորդի, կանես, հելի միացի գոնե տարվա մեջ մի օր մեր ազգի, մեր ժողորդի մեջ այդ ականները վերանան,
որ Հայաստանում, Հայաստանից դուրս, Ռուսաստան, Եվրոպա, Ամերիկա ապրող հայերը չտարանջատվեն ներկա նախկին քոչարյանական սերժական կանես, չէ, որտեվ դու հենց նույն 15 թվի Թալյաթի ու Էնվերի կիսատ թողած ցեղասպանությունը շարունակում ես այսօր։ Բաժանիր, որ տիրես։ Թուրքը խի պետք է ուզենա երկրորդ անգամ ցեղասպանի հային։ Եթե դու այս տվյալ պահին տարում ես այնպես մի հատ քաղաքականություն, որ հենց դու մառալնից ցեղասպանում ես հային, որպես էթնոս, որպես ազգ։ Ղարաբաղցի, Արտաշատցի, չգիտեմ, ես իմով, ես իմ Երևանցի, Սիսյանցի, Ղափանցի խի։ Այդ պատերազմի դաշտում 44 օր կամ չգիտեմ քանի օր։ Տղեկից կրակողներից ո՞ր մեկն էր ասում, ապեր դու Էջմիածնեցի ես։ Հա, դե դու չկրակ ես, ես կրակում եմ, ես Ղափանցի եմ։ Այդպես բան եղել է, չէ։ Բոլորը կռվել են, համախմբվել եւ կռվել են մի գաղափարի շուրջ։ Բայց ես արդեն մոտարապես էդի պատկերացնում եմ էլի այդ process-ը։ Փաշինյանին ես գիտեմ, ոչ կանի, ոչ էլ կմիանա։ Բայց եթե արեց, խոսք եմ տալի եւս մի անգամ։ Մի հատ թթու խոսք քո ասեն չասեմ այդքանից հետո։ Թեկուզ դու հելես ասես Հայաստանը սարկում եմ Թուրքի վիլա հետ, ես ինձ զսպեմ մի հատ քեզ թթու խոսք չասեմ։ Պրոստը ջնջում եմ Facebook-ից։ Վերանամ։ Այդ ալածինի պես մտնեմ իմ կուշինի մեջ, եղսի տանի գցի հետա կանավկեն, չէ՞։ Պրոստը այդ պատկերն եմ պատկերացնում, ուզում եմ պատկերացնեմ էլի այդ իրադարձությունը։ Վստահ եմ, դա ջահերով երթ, ապրեն իմ հայերը, ես դեմ չեմ այդ երթին։ Բայց կրկնում եմ եւս միաժամանակ, որ երթով մենք իրականություն չենք փոխում։ Եվ մեծ ցանկությունն է, որ այդ երթ առաջնորդի մեր երկու կաթողիկոսները, Կիլիկիո տան կաթողիկոս Արամը եւ մեր Գարեգին երկրորդը։ Ինչու՞ չէ նաեւ մեր ողջ հոգեվոր դասը։ Ոգեկոչման այդ արարողությունը թող լինի եկեղեցիներում, բան չունեմ ասելու։ Բայց մեր ազգի համախմբողը միշտ եղել է եկեղեցին, ոչ թե եկեղեցին, այլ մեր կրոնը։ Միասնական ճակատով եկեք ազգովի բարձրանանք, աշխարհին ցույց տանք, որ ցեղասպանությունը մեր համար զուտ փիառվելու հարց չի, որ մենք պահանջատեր ենք։ Մի փաստի, որը մեզ միլիոնավոր հայրենակիցներ, որը մեր համար միլիոնավոր հայրենակիցների, մեր հայրենակիցների մահվան պատճառ է դարձել, ովքեր ցեղասպանվել են հավատալով Թուրքին եւ թուրքանման հայերին, ովքեր կան մեր օրյա իրականության մեջ նաեւ հիմա։ Բայց այդ ջահերով երթը կազմակերպած, չգիտեմ, էլի մոտարապես եմ պատկերացնում աստվածտատ, սխալվեմ, ոչ թե աստվածտատ սխալվեմ, ես իմ պատկերացնելով։ Քայլելու են մարդիկ, բարձրանալու են ծիծեռնակաբեր, ծաղիկ խոնար են, չգիտեմ, մենա արդեն վառին Ֆրանսիայում, Ադրբեջանի, Թուրքիայի դրոշները։ Հայաստանի առաջի չէ, այն ողորմածիկը աշկը չի տենամ։ Երկրորդ, երրորդ նախագահները ամեն մեկ իր աջակիցների հետ առանձին բարձրանալու է ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Դա լավագույն դեպքում։ Իսկ այն սցենարը, որը կարա տեղի ունենա, որը տեղի ունեցավ մի տարի, չեմ հիշում տարեթիվը որն էր, որ ժողովուրդ առավոտ գիշերով հելա որ գնաց ծիծեռնակաբերդ, ծաղիկ տնի, հետ գա կպնի իր գործերին։ Ոստիկանական ցեպիտ էին տվե, ոչ մեկ չէր կարող բարձրանալ հուշահամալիր, մինչև Նիկոլը չեկավ չգնաց։ Դա է քո սերը ժողովրդի նկատմամբ Փաշինյան Նիկոլ։ Հա? Դա է քո հարգանքը այն ազգի ու ժողովրդի նկատմամբ, ով 2018 թվին խապնվելով քո նման բոզզի տղուն, հելավ Սերժ մերժեց։ Այս տարի ես Թուրքիային հաջողանալու համար փակելու ծիծեռնակաբերդ տանող ճանապարհը։ Չգիտեմ ինչքանով ճիշտ կհնչի, բայց ես ուղղակի խնդրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրանց էությամբ հայ են մնացել։ Եթե որևիցե մի ոստիկանական համակարգ կամ որևիցե մի պարեկային ծառայություն, գանգուր բեղերով, խուճուճ մազերով, ժելե քսած կամ առանց ժելե, փորձի
հայ ազգի ու հայ ժողովրդի մուտքը դեպի Ծիծեռնակաբերդ արգելափակել կամ խոչընդոտել, չհամակերպվեք այդ իրականության հետ։ Այդ ջահերը կողեք ոստիկանների համապատասխան տեղը։ Որտեվ դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամ Նիկոլ Փաշինյանի ոստիկանական համակարգի սքորն է, դա հայ ազգի սքորն է։ Մի ողջ ազգի ցեղասպանության ցեղասպանության հիշատակի ոգեկոչման օրն է։ Ոչ մեկ իրավունք չունի դա պրիվատիզիրovat անի իրան։ Սեփականաշնորհի ասի, չէ, ես պիտի գնամ, նոր դու կաս, չէ։ Դա միակ օրն է, որ հայը ցավոք սրտի գլխիկոր բարձրանում է իր հարգանքի տուրքը մատուցելու զոհված այդ հայերի հիշատակին ու ցույց տալու աշխարհին ու ինքն իրեն, որ մենք տեր ենք մեր պատմական ժառանգությանն ու մեր պահանջատիրությանը։ Այսքանը այդ պահով։ Վերջում էլ նոր հիշեցի, երկու խոսք են կան չեն սնգի նման, որ մեկ-մեկ աճում են, Սյամոկայի աջակիցներին, Բաբան Սյամոկայի, Օսիպյան Արտուրի, մյուսի։ Կամ ինչ-որ է, լավ, հաշվենք Սամոյի աջակիցները չեն, հաշվենք Սամոն չի էտի ֆիթը տվե։ Այդ որ կայնել եք լրատվամիջոցների դեմ, անունները չեմ հիշում, երկու հոգին դե խոսում էին այդ տենց դուխավիկ տղայք էլի, բեսամտ պանյատլիվի։ Խոսում եք, ասում եք, ձեզնից լսել եմ այդ միտքը անձամբ ես։ Երբ որ արցախցիները, ղարաբաղցիները իրանց 100,000-անոց դոլարանոց ջպերով փախնում էին Ղարաբաղից, Ղարաբաղում էր գտնվում առաջին տիկին Աննա Հակոբյանը։ Այդքանը որ ասում էիք, ինչ նպատակ եք հետապնդում։ Մեծարգո բոզի տղեկ։ Ուզում եք ասեք Աննա Հակոբյանն այտենց բեսոմտ Ռեմբո 3 կինոն նայել էր, հա, իր որոշակի տեղերը նեցա երկու մատով ներկել էր, ես դեմքի վրա ցույց տվի, որտեղ Փաշինյանի խորհուրդ եմ տվել ներքի։ Այդ որ դուք ասում եք Աննա Հակոբյանն հետա գտնվում էր Արցախում, հարց համար առաջին, ձեզ ու ձեզ ֆիթիլ տվողներին, Աննա Հակոբյանը ռազմական կրթություն ունի, ռազմական փորձ ունի, որ գտնվում էր բունկերում։ Ինչպես նաև եթե ընդունեմ որպես տարբերակ, որ ձեր ֆիթը տալը մա Սամոն, այդ տեսակ այս ձայնագրությունը գցեմ համացանց, պարոն Սամվել Բաբայան, հեշ չնեղվես, են որ ջահել աղջկան ասում ես, ուճիկը տուտեմ, են որ համոզում ես, գցեմ թո ժողովուրդ լսեն վնես։ Հարց Սամվել Բաբայանին, բայց չեմ ուզում կոպիտ բան ասեմ, որտեվ քո կամանդոս եղած ժամանակ մենք ունեցել ենք արցախյան հաղթանակ։ Նա ինչ հատ բանա դուրս գալի էլի, պարոն Բաբայան Սամվել, ոչ թե տավտալոգի, այլ նիսաստիկովկա։ Քո ռեպորտաժները, որ ռեպորտաժները կցվում եմ իրար, հա, ասես միացնում եմ ու նայում եմ։ Պարոն Սամվել Բաբայան, Արցախյան առաջի պատերազմի բոլոր պլանները գծել ես դու։ Ես այդ տպավորությունն եմ ստանում։ Արցախյան առաջի պատերազմի, որտեղ մենք ունեցել ենք հաղթանակ, բոլոր ռազմական օպերացիաները անցկացրել ես դու, մենակով։ Կռվող ընդհանրապես չի ելը։ Դու ինքդ քեզ այդ կինոյի անունն եմ մորցել։ Ոչմ հել ես հետա գրանատե մոտ խփել ես քո ուսերին, բեղեր ես սրել ես ու գնացել գրավել ես։ Օմարի Լեռնանցքը, չգիտեմ, ես իմ Մարինեսկա Ռոշա, չգիտեմ, էլի սաղ գրավել ես։ Ոչ մեկ չի մատ, մենակ դու ես ամեն ինչ արել։ Քո պատմածների հիման վրա ես գալիս եմ մի եզրակացության, որ դու եղել ես ադրբեջանական այն ժամանակվա զորքի ահու սարսափը։ Այսինքն քո անունը տալուց ցանկացած ադրբեջանական գեներալ տեղում քաքմեր տակը։ Քաքմեր տակը հետո ֆրմ մատով խաղում էր, որ իրան չտենային։ Այդտենց ահու սարսափ ես դու տարածել։ Այդքան հզոր ես ելել։
Առանց իրոնիա եմ ասում, բայց այդ վիվը նայել եմ քո ռեպորտաժները նայելով։ Լավ, ընդունենք որպես տարբերակ։ Այն որ դու ունես մեծ ավանդ Արցախյան առաջի կռվի ժամանակ, դա անհերքելի փաստ է։ Բայց մի ներկայացու Արցախյան առաջի հերոսամարտը, որպես քո մենաշնոր։ Դա ես Սամոնեի, թուրքեծակին կապերեի, ու դա փրթելով կեթայի, չէ։ Այդքանով հանդերձ ունեմ ընդամենը մեկ հարց, այդ առումով։ Հետո երկրորդ հարցս կտամ ու ռադես քաշեմ կետամ։ Եթե դու եղել ես այն ժամանակվա ադրբեջանական զինված ուժերի ահուսարսափը, ոնց անցար Հակարիի կամուրջը, որ քեզ չճանաչեցին։ Պարոն Բաբայան, մի կես բերան դրա մասին հարցազրույց տուրել։ Ոնց էլ ավելի դու տեսել եմ, ես քո հարցազրույցը ես տեսել եմ, դու ասում ես, ես անցել եմ կամրջով։ Զապիսները պահանջեք Ադրբեջանից, հետո ոնց որ ինձ ասեն, գնա չգիտեմ էլի, այն հարևանի խանութի կամերակի զապիսները պահանջի։ Ոնց չեն ասի, իդի նախրեն отсюда, կասեն։ Ես ասում ես անցել եմ կամրջով։ Ոնց էլ դու եղել ես 91-ից 94 թվականները, հա? Ադրբեջանի համար ահուսարսափ, բայց քեզ մոտ իրա մոռ չճանաչեց։ Ընդհանրապես գլխաշորով էիր։ Տոպիկ էիր հագե, պարոն Սամվել Բաբայան։ Տոպիկով, չէ։ Քիփեր տոպիկն։ Հո չէր նեղեմ են դեմի մասը, թե նեղելու բան չկար։ Չէ։ Էդի լրիվ, էդի կոտակի մեջ, բայց այդ հարցին ես քեզ կուղեմ լուրջ։ Իմ ալելով քեզ չճանաչին։ Հնցանք։ Հիմի որ էտա քո ճիժուպժին անօրինական էլի, դե դու կրքոտ տղամարդ ես։ Գիրք, բեղեր, գիրք, Սամյոկա։ Կրքոտ տղամարդ ես, դե նորմալ է, ստե ընդ երեխա վաստիկելով ապրել ես։ Հիմի քո ճիժուպժին խավքել ես, ասել ես, ես ձեր պախանն եմ։ Հելեք ցույցեր արեք, արցախցիներին կիսեք, սևերի եւ սպիտակների։ Մեր Փաշյան Նիկոլն է տենց կուզա։ Քո էտա ջնջուլապաճերկու հատ ահեղ տղաներ, հա, ահեղ ասի, թաղեմ քե։ Հելել են ասում են, Աննա Հակոբյանը բունկերում էր, արցախցիները փախնում էին։ Դու Բաբայան Սամո, պետք է ընդամենը պատասխանես մի քանի հարցի։ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ 44 օրյայի ժամանակ դու հանդիսանում էիր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը։ Էդի ես չեմ հնարե, էդի փաստա արձանագրված։ Դու հանդիսանալով մի ողջ 12500 քառակուսի կիլոմետր տարածքով երկրի անվտանգության խորհրդի քարտուղար։ Կարող ես մեծ հանրությանը բացատրես, ես հանգիստ, կուլտուրական, առանց ոսկեղենիկ հայերենի հարց եմ ուղղում քեզ։ Բունկերում ինչ գործ ուներ Կարող Սատկի պրծնենք։ Ռոման Բաղդասարյանը, Տիգրան Ավինյանը, հա? Աննա Հակոբյանը։ Հա, Աննա Հակոբյանի մի պատասխանի, լավ։ Ինք եկել էր բարոյապես աջակցել, քումո ծծուն վիճակ էր։ Ժամը 6-ներ ինք եկավ, սենց սլաքն մատով իջրած սարքեց 6:30։ Համի թե մատով էր, թե ուրիշ բանով, էդի իրական չի ցանկ։ Աննային կարելի էր։ Ինքը վարչապետի հանձնարարական էր կատարվում։ Հա, կատարեմ։ Մեր Նիկոլն ասել էր, ոչ մեկին չնեղացնես։ Գնա, հենց հարա Ռասլաբիցալն են տղեկել։ Բայց պատասխանի էլի, Ռոման Բաղդասարյանը ռազմական փորձագետ էր։ Այն Ստարապոնով շինվող բոզի տղեն։ Դու լինելով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, դրանց ներկայությունը ո՞նց էր հանդուրժում բունկերում։ Հա? Որ հետո հելար են երկու տեկոր կանանիկ, որ կռվում են, հա? Ասում են, չէ, ստոնկեսն իմն է։ Հելար ասիրյաց հրաժարում եմ Արցախի հերոսի կարգավիճակից, այդ մեդալից, կոչումից։ Ես գալում եմ տենամ իմ Նիկոլան էլ ինչ զադանի անձի կտա։ Կասես մի հատ, որ քո ճիժուպժին հանեկցել ես, գուզես այդ արցախցիքին սև ու սպիտակի բաժնես։ Այդ միտքն քեզ վենա տվե, Սամո։ Հա? Քոչերան Անդոնան տեղիկներով։ Այսովերով էր ասեմ ջուրեքս, այդ ինչ ջուրեքս։ Էդի կլուբնիկի համով կլնի վայթե գիտես, հոտով։ Բայց օգտագործած։ Այդով է Նիկոլն է դա ասե, Արցախցիքին բաժնա սևերի սպիտակների։
Կա որ հələ վիստուպատ է կլնեմ Սամվել Բաբանի բջբերներ։ Կամ եթե նույնիսկ Սամվել Բաբանի բջբերները չեք։ Ասեմ կոնկրետ բոզի տղեկ։ Այդտենց ասեմ էլի։ Մի հոգի նայում է իր ասիրած բառը ասում է բլյազներ։ Չասեմ այդ մարդովա։ Ինքը ինկոգնիտո է նայում, թաքուն։ Իրա մտածելով թաքուն էլի։ Եթե դուք ասում եք, որ դա Հայաստանում դու ասա Արցախցիներ ինչքան տեղյակներ ունեն, դա Արցախի թալանած փողերով է։ Բան չեք հելե թռե։ Էտան Որփեվայրու դեմքին, Շահրամանյան Սամվելի դեմքին, որը իմ աչքի լուսնել չի։ Եկեք էտա ձեր շքախմբով, Սամվել Բաբանն էլ որ մուլտիկնա Բրեմենյան երաժիշտներ է մուլտիկի մեջ։ Այն որ սենց թուրն վերցեմ սենց էշի հետ կալում է։ Այդ էս թողնի ձեր դեմն Եկեք վարչապետի աշխատա էտա ամառանոցի դեմ, ասեք լսի, մեծարգո Նիկոլ, դու 18 թվին ասում ես սաղին փռելու եմ ասֆալտներին, սաղին դադելու եմ։ Այս դղյակները, որոնք խոսքի օրինակ Արցախից տեղահանված թալանցիները, թալանցի ցեյով անպայման։ Կեղեքել են ժողովրդին եւ առել են Հայաստանում կամ սարքել են Հայաստանում։ Կարաս դու որպես Հայաստանի ղեկավար, հա, որպես հայասի եղսիկ այդ թուրքի բջբերին։ Վերցես, ծախես 10 մեզի մենք տանք մեզ վարձի տանք վարձի փող։ Կարակ։ Բան չեք գնացել թռեն խեղճ ու կրակի դեմքին։ Հա? Եկեք Նիկոլից պահանջեք։ Հիմնավոր չի ասած ես։ Դուք հիմա որտեղ եք գտնվում։ Դուք ձեր հետ միասին 100 քանի հազար արցախցի։ Հայաստանի Հանրապետությունում, ճիշտ է։ Հայաստանի Հանրապետության ղեկավարն ով է հանդիսանում։ Այո։ Մեծն հերոս Փաշյան Նիկոլան։ Սյունած ողջունի դափնեկիրը։ Եկեք ասեք մեծարգո վարչապետ։ Գուզենք չոքեչով քոկովը կանք։ Այնքան չոքենք մեր ծնգեր կարմրի։ Էտա դղյակներ խլա, դուր մեզի։ Մենք էլ ծախենք շուկայականից կես գնով, ցածր գներով։ Մեր տան վարձը տանք, մեր երեխու հացի փողը աշխատենք, հա? Մեր երեխեն սոված չմնա։ Դուք որ գնացել թռել եք ձեր իբր թե նախագահացուի դեմքին։ Այն ինչ լիազորությունն է որ Հայաստանում։ Ոչ մի։ Մի հատ ջիպ կար խփին գլխին ձեռից տարան, Հարիֆի։ Յանի կոռուպցիայի դեմ են պայքարում։ Մեր Նիկոլան հզոր է։ Այնքան հզոր է որ կնկան հալե տրաս ասма փող աշխատի պես։ Հզոր վարչապետ։ Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության մեջ ես հələ չեմ տեսել այդպես ղեկավար, որ ինքն լինի այդքան անկարող, մարդամեկն անձի ասում էլի, ասում ինքը չէր կարող։ Ինքը տղամարդ չէր։ Չկարանա փող աշխատի տուն բերի։ Կնկան ասի հելի ընտրիկ արա, էտա խշտիկ ցուկո մազեր, սենց օչիլ բաժնասաղին, 1.5 միլիոն ստավկեք նարա։ Մարդկանցից փող հավկա ապրենք։ Այն խալինել փոխենք, ոդքասթի վաղտ, որ չուչիկ էին արևել են։ Ախ, մլետ։ Տնակ, ես մեկ-մեկ շատ եմ մտածում, էլի, ասում եմ, մենք ազգովի ինչ-որ մի կետի գալու ենք հասնենք, թե չէ։ Մեր մտածելակերպի մեջ ինչ-որ բան արմատապես փոփոխվելու է, թե չէ։ Մեզ խափողին մենք ասելու ենք բարձ եւ հասարակ, մի խափ ինձի։ Ես քո համար էշ չեմ։ Ոչ թե ասելու ենք, արա լավ, բան մի ասեք, ինքը բարեկամ է, կարող է նեղանա։ Մենք փորձելու ենք ազգովի, սկսենք պարզ խոսալ, պարզ։ Ցեղասպանության պահանջատիրություն։ Կսպասեմ էլի։ Կսպասեմ տնամ լավ այդ ջահերով երթնել թողանցնի եթա։ Մեր մենտալիտետի մեջ բան փոխվելու է, չէ։ Որտեվ 23-ի երեկոյան 24-ին մոմավառություն ծաղիկների խոնարհում, բայց նույն 25, 26, 27, 28-ին նույն ձեր կողմից բմբուլի մեջ պահած Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի դիմություն, որ բմբուլների մեջ եք պահում։
Ոչ մեկը իմպիչմենտ չի սկսում։ Հնելու է գնա ինչ-որ մի հատ օտար երկրի մոտ, կանի ասի, ցեղասպանությունը մեր համար առաջնային խնդիր չի։ Նայ, չցեղասպանվել է 1.5 միլիոն է ընդամենը, ինչա որ։ Բայց դուք այդքանով հանդերձ ազգային ժողովում էլի պաթոսախեղճ ճառեր եք ասելու։ Էլի հրելու եք իրար քֆուր քյաֆարանն եք, մեկըդ մեկի կնկան տանի իրան տուն մտովի, մեկը մեկի մորն ու քվորը հիշի, հետո էդ պարեկային ծառայությունը մտնի, ձեր սաղին կամասուտրայի բոլոր պոզաներով վերցի տանի։ Ու այդ ժամանակա ընթացքում արտագաղթած Արցախից արցախցին մնալու է դեմ հանդիման իր պրոբլեմների դեմ։ Մենակ, որ ինքը պիտի լուծի այդ խնդիրը։ Այդ ժամանակա ընթացքում, երբ որ դուք կապիկություն եք անելու, Հայաստանցի, Արցախցի, Էջմիածնցի, Ղափանցի, Սիսյանցի, Արտաշատցի բաժանարար գիծը գծող բոզի տղեն շարունակելու է մնալ երկրի վարչապետ եւ հերթական անգամ մեզ նվաստացնի որպես ազգ։ Բայց դա ձեր համար կարևոր չի։ Ձեր համար կարևորը քեշ փող։ Էտա Դուբայնի, չգիտեմ էլի, էտա լավ տեղեր։ Հեսան, որ էտա կրեդիտով դեղին ակա ավտո եմ առը քշում եմ ռոզովի բանտիկն գլխին։ Լավ, ինչ որ է։ Առայժմ էսքանը։